Բարի օր սիրելի ունկնդիրներ, ողջույն աղալքալակի ձայնը ռադիոյի եթերում։ Այսօր ուզում եմ խոսել մի թեմայի մասին, որը միշտ մեր կողքին է, բայց շատ հաճախ մնում է ստվերում։ Թեմա, որի մասին բոլորը խոսում են, բայց քչերն են իսկապես մտածում։ Խոսելու եմ կրթության և հասարակության մասին։ Կրթությունը հաճախ պատկերացնում ենք որպես ճանապարհ։ Դպրոց, դասարան, քննություն, դիպլոմ, բայց կրթությունը ճանապարհ չէ։ Կրթությունը հայացք է, հայացք մարդու, հայացք հասարակության, հայացք ապագայի վրա։ Հասարակությունը այն է, ինչ մտածում է, իսկ ինչ մտածում է հասարակությունը, կախված է նրանից, թե ինչպես է կրթվել մարդը։ Մենք ապրում ենք մի ժամանակներում, երբ տեղեկատվությունը չափազանց շատ է, բայց իմաստը քիչ։ Մարդիկ լսում են, բայց չեն լսում։ Կարդում են, բայց չեն ըմբռնում։ Գիտեն փաստեր, բայց չեն հասկանում դրանց նշանակությունը։ Կրթությունը պարզապես գիտելիք չէ, այն մտածելու կարողություն է, տարբերելու կարողություն է, ճշմարտությունն ու կարծիքը, գիտելիքն ու աղմուկը, ազատությունը և ամենաթողությունը։ Կրթությունը կարող է տալ գիտելիք, բայց հասարակությունն է որոշում այդ գիտելիքն ինչ ուղղությամբ կգնա, կստեղծի, թե կքանդի, կմիավորի, թե կբաժանի։ Մենք հաճախ ուզում ենք ունենալ ուժեղ հասարակություն, բայց մոռանում ենք մի պարզ ճշմարտություն. ուժեղ հասարակությունը ծնվում է մտածող անհատներից։ Մտածող մարդը հարմար չէ բոլորին։ Նա տալիս է հարցեր, նա չի ընդունում այնպես, ինչպես միշտ է եղել արտահայտությունը։ Նա հարցնում է՝ ինչու է այդպես, ում համար է այդպես, եւ արդյոք կարող է այլ կերպ լինել։ Երբ կրթությունը դառնում է միայն ծրագրի կատարում, հասարակությունը կորցնում է իր հոգին։ Այն դառնում է մեխանիզմ, որտեղ մարդիկ աշխատում են, բայց չեն հասկանում ինչի համար, խոսում են, բայց չեն ասում, ապրում են, բայց չեն զգում։ Իսկ իրական կրթությունը մարդուն սովորեցնում է պատասխանատվություն։ Պատասխանատվություն սեփական մտքի համար, սեփական ընտրության համար, սեփական խոսքի համար։ Կրթված մարդը չի սպասում, որ ինչ-որ մեկը փոխի իր կյանքը։ Նա սկսում է իրենից, իր մտածողությունից, իր վերաբերմունքից։ Հասարակությունը չի փոխում օրենքներով միայն, այն փոխում է այն ժամանակ, երբ փոխվում է մարդու մտածողությունը, երբ մարդը դադարում է մեղադրել և սկսում է հասկանալ, երբ դադարում է կրկնել և սկսում է վերլուծել։ Կրթությունը քաղաքացիական դիրքորոշում է։ Այն սովորեցնում է լսել այլ կարծիք,
հարգել տարբերություն և չվախենալ ճշմարտությունից, նույնիսկ եթե այն անհնար է։ Եթե կրթությունը առողջ է, հասարակությունը խոսում է հանգիստ։ Եթե կրթությունը թույլ է, հասարակությունը գոռում է։ Մենք հաճախ ասում ենք՝ ապագան երիտասարդներինն է, բայց իրական հարցը սա է. ինչպիսի կրթություն ենք մենք տալիս այդ ապագային։ Կրթությունը պետք է սովորեցնի ոչ միայն մասնագիտություն, այլ մարդկություն, ոչ միայն հմտություն, այլ արժեք, ոչ միայն հաջողություն, այլ իմաստ։ Եվ հենց այստեղ է հասարակության պատասխանատվությունը, քանի որ կրթությունը միայն դպրոցը չէ, կրթությունը ընտանիք է, փողոցն է, մեդիան է, եթերն է, այն ամենն է, ինչ մարդը լսում է ամեն օր։ Սիրելի ունկնդիրներ, եթե մենք ուզում ենք ունենալ մտածող հասարակություն, պետք է գնահատենք կրթությունը ոչ թե որպես պարտադիր քայլ, այլ որպես արժեք, ոչ թե որպես բեռ, այլ որպես հնարավորություն։ Քանի դեռ մարդը հարցեր է տալիս, նա կենդանի է որպես մտածող էակ։ Քանի դեռ հասարակությունը մտածում է, այն ունի ապագա։ Սիրելի ունկնդիրներ, շնորհակալ եմ, որ այս ընթացքում ինձ հետ էիք։ Շնորհակալ եմ ձեր ժամանակի, ձեր ուշադրության և ձեր մտածելու պատրաստակամության համար։ Թող կրթությունը մեզ համար լինի ոչ միայն հիշողություն, այլ ուղեցույց։ Թող հասարակությունը լինի ոչ միայն միջավայր, այլ արժեքների միություն։ Ձեզ հետ էր Ախալքալակի ձայնը ռադիոն։ Մնացեք մտածող, մնացեք մարդ, մնացեք կրթության կողքին։ Շնորհակալություն։